Հրաբարագային ընտրություն Լևոն 14 բաբին ողջույնի խոսքը Արամ առաջին Գաթողիկոսին։ Չորեքշաբթի 20 մայիս 2026-ի առավոտյան Լևոն 14 սրբազան բաբը Սուրբ Պետրոս հրաբարագին վրա գլխավորեց չորեքշաբթի օրվա հերթական հրաբարագային ընդհանուր ընտրության, որուն իր մասնակցությունը բերավ նաև այս օրվա պաշտոնական այցելությամբ Վատիկան ժամանած նորին Սուրբ Օծություն Տեր Արամ առաջին Գաթողիկոսը և իր ընկերացող պատվիրակության անդամները։ Սուրբ Պետրոս հրաբարագին շրջանը կատարել են և այնտեղ համախմբված հավատացյալները մոդեն ողջունել է և օրհնել է ետքը Լևոն 14 բաբը ընտրության սկիզբը հատուկ ողջույնի խոսքը ուղղեց Արամ առաջին վեհապար Հայրապետին, որ այս առիթով ինք ևս բազմած էր կենտրոնական ամբիոնի վրա Լևոն բաբին մոտ։ Սիրելի եղբայրներ և քույրեր, ըսավ սրբազան բաբը, շատ ուրախ եմ բարի գալուստ մաղթելու նորեն սուրբություն Արամ առաջին հայ առաքելական եկեղեցու Կիլիկիո Կաթողիկոս իրեն ընկերացող պատվարժան պատվիրակության հետ միասին։ Այս եղբայրական այցը կներկայացնե կարևոր առիթը ամրապնդելու համար միության կապերը, որոնք արդեն գոյություն ունին մեր մեջ, մինչ կմոտենան մեր եկեղեցիներու լիակատարության միության։ Քահանայապետը առ այդ անգլերեն լեզվով շարունակելով իր խոսքը ըսավ. «Ձերդ սրբություն, այս օրերուն, երբ կպատրաստվենք հոգեկալուսին, Սուրբ Հոգիին շնորհ կհայցեմ Պետրոս և Պողոս առաքյալներու թամբարաններուն ձեր կատարելիք ուխտակնացության վրա և կհրավիրեմ բոլոր ներկաները ջերմեռանդորեն աղոթելու առատացեր ընտիրոջ, որպեսզի ձեր այցելությունը ու հանդիպումները հավելյալ քայլ մը հանդիսանան դեպի լիակատար միության տանող ճամփուն վրա։ Աղոթենք նաև Լիբանանի և Միջին Արևելքի խաղաղության համար, որոնք դարձյալ օժտված են բռնությամբ և պատերազմներով»։ Ըսավ Աբա քահանայապետը, հատուկ երախտագիտությունը հայտնելով եկեղեցիներու համամիության նկատմամբ Արամ առաջին վեհապարի ցուցաբերած մշտական անձնական հանձնարարության համար, հատկապես կաթողիկ եկեղեցու և արևելյան ուղղափառ եկեղեցիներու միջև միջազգային աստվածաբանական երկխոսության գծով։ Բարի եկած եք ձերդ սրբություն, սիրելի եպիսկոպոսներ և սիրելի բարեկամներ։ Միասնաբար հայցենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Սուրբ Գրիգոր Նարեկացիի, Սուրբ Ներսես Շնորհալիի և ամենայն առաջ Սուրբ Գույս Մարիամ Աստվածամոր բարեխոսությունը, որպեսզի անոնք լուսավորեն մեր ուղին դեպի այն լիակատար միությունը, որ բոլորս կփախցանք։ Հայտնենք, որ ընտրության ավարտին Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակության մաս կազմող գերաշնորհ սրբազան հայրերը ողջունել ետքը Լևոն 14 բաբին անոր կողքին կանգնած միասնաբար հնչեցուցին Կիլիկիան, ապա ի վեհ բարձանց Սուրբ Սիոնի օրհներգը, որուն վերջին տողերու մեջ հնչեցուցին վեհապար Հայրապետին ուղղված մաղթանքը «Պահյա ով Տեր անսասան, ըստ Սուրբ Աթոռն Կիլիկյան գեցե գեցե առհավետ Տեր Արամ Հայրապետ», ապա առաջին անգամ ըլլալով ավելցուցին «Պահյա ով Տեր անսասան, ըստ Սուրբ Աթոռն Հռոմեա գեցե գեցե առհավետ Տեր Լևոն Հայրապետ»։
արձան Սուրբ Սիոնի Տրից արյալավնի Իշմարագույն բարձրացյակա մի վերցեցին մամա Արի եղբարգիմ հայգազյան Օնախեսու միապամ Բարյալով դերան սասանը Սպատոր գիրիգյան Գեցե արհավետ Դեր արամ այրավետ Բարյալով դերան սասան Սպատոր գրոմյան Գեցե արհավետ